Կաթ վերամշակող ընկերությունները մինչև հունիսի 1-ը պետք է պահպանեն մթերման գործող գները։ Արմավիրի մարզում բացվել է հերթական գյուղատնտեսական սպասարկման կենտրոնը։ Հոլանդական տնկանյութը հայկական հողում։ Էլիտա դասի վաղահաս կարտոֆիլը գյուղացուն կտրվի մատչելի պայմաններով։ Արմավիրի մարզի նորապատ համայնքում բացվեց գյուղատնտեսական սպասարկման կենտրոն։ Մեր հանրապետությունում ստեղծվել են 7 գյուղատնտեսական սպասարկման կենտրոններ, որոնցից միայն մեկն էր այգեգործական ուղղվածության։ Բոլոր մարզերում ունենալու են կենտրոններ եւ ուրեմն այգեգործության եւ անասնապահության ուղղվածությամբ։ Ես այս շատ եմ կարևորում այս կենտրոնների ուրեմն դերը, որովհետև իրենք ոչ միայն զբաղվելու են ասեն գործիքների, թունաքիմիկատների, պարարտանյութերի վաճառքով, այլ նաև ուսուցողական կենտրոններ են լինելու։ Նորաստեղծ կենտրոնը կնպաստի առաջադեմ տեխնոլոգիաների եւ ֆերմերային գործարարության զարգացման փորձի տարածմանն ու առաջխաղացմանը, էական դերակատարում ունենալով շուկայական կապերի, դյուրացման եւ ֆերմերների ու գյուղական ՓՄԶ-ների համար ֆինանսական ռեսուրսների հասանելիության գործում։ Կենտրոնը մշտական կապ կստեղծի այգեգործության վերամշակման եւ ֆերմերային տնտեսությունների կառավարման, նորագույն տեխնոլոգիաներ մատակարարող աշխարհահռչակ ընկերությունների եւ հայ ֆերմերների միջև։ Նախարարը մեկնել է Արագածոտնի մարզպետարան, որտեղ անցկացվել է մեղվաբուծության ոլորտին նվիրված խորհրդակցություն։ Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտին հատկացվող պետական աջակցության ծրագրերին, նախարարը նշել է, որ պարարտանյութերի եւ դիզելային վառելիքի բաշխման գործընթացը դեռևս ընթացքի մեջ է եւ գյուղացիական տնտեսություններն անհրաժեշտության դեպքում կարող են լրացուցիչ հայտեր ներկայացնել։ Ծրագրի շրջանակում պարարտանյութերը հողօգտագործողներին տրամադրվում են մատչելի գներով։ 50 կիլոգրամանոց 1 պարկ ազոտական պարարտանյութը հողօգտագործողներին տրամադրվում է 6000, իսկ կալիումական եւ ֆոսֆորական պարարտանյութերը 7000 դրամով։ Դիզելային վառելանյութը հողօգտագործողներին տրամադրվում է 1 լիտրը 350 դրամ, վաճառքի արժեքով 1 հեկտարի համար մինչև 200 լիտր նորմայով։ Սահմանված առավելագույն քանակը 600 լիտր է։ Նախարարի խոսքով գյուղատնտեսությունը հանրապետությունում վերջին տարիներին դինամիկ զարգացում է ապրում, ապահովելով միջինում 7.5% աճ եւ զարգացման մեծ ներուժ ունի։ Վերջին տարիներին հանրապետությունում ավելացել է անասնագլխաքանակը, այդ թվում նաեւ Արագածոտնի մարզում։ Ժամանակին իրականացվում են գյուղատնտեսական կենդանիների պատվաստումները։ Մեր նպատակն է, որ սեզոնի ժամանակ կազմակերպենք ուրեմն աճեցրած բերքի իրացման խնդիրները կարողանանք լուծել ժամանակին, որպեսզի որևէ մեկի մոտ խնդիրներ չառաջանան։ Ես ամեն առիթ բաց չեմ թողում, որ գյուղացիական տնտեսություններին ուրեմն հավաստիացնեմ, որ գյուղացու կողմից աճեցրած ամբողջ բերքը իրացվելու է։ Դա կլինի արտահանում, դա կլինի շուկայահանում, թե վերամշակում։ Վերամշակողների կողմից հատկապես որոշակի առումներով մտահոգություններ կան, որ հնարավոր է, որ խաղողի բերքը չմթերվի, ես հավաստիացնում եմ բոլորիդ, որ խաղողի բերքը կմթերվի եւ գյուղացիական տնտեսությունները խնդիրներ չեն ունենա։ Հաշվի առնելով հանրապետությունում դիտվող խոնավ եւ տաք եղանակային պայմանները, նախարարը խորհուրդ է տվել գյուղացիներին անպայման բուժման աշխատանքներ կատարել կորիզավոր պտղատեսակների հիմնական վնասատուների եւ հիվանդությունների դեմ, քանի որ նման եղանակային պայմանները նպաստում են մի շարք սնկային հիվանդությունների բուռն զարգացմանը։ Վարչապետի հանձնարարությամբ Հայաստանի մեղվաբույծների ազգային ֆեդերացիայի նախագահ Ռոզա Ծառուկյանի հետ համատեղ այցելություններ են կատարվելու բոլոր մարզեր։ Տեղի մեղվաբույծների հետ առկա խնդիրները քննարկելու, առաջարկությունները լսելու, մեղվաբուծության զարգացման ծրագրեր կազմելու եւ կառավարության քննարկմանը ներկայացնելու նպատակով։ Խորհրդակցության ավարտին նախարարը լսել եւ պատասխանել է մեղվաբույծների կողմից բարձրացված հարցերին։ Ոլորտի ընթացիկ խնդիրները քննարկելու նպատակով գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հանդիպել է կաթ վերամշակող ընկերությունների ներկայացուցիչներին։ Խորհրդակցության ընթացքում մասնավորապես անդրադարձ է կատարվել կաթի մթերման գների կարգավորման խնդրին, կարևորելով վերամշակող ընկերությունների կողմից կաթի ընդունման միասնական գների սահմանման անհրաժեշտությունը։ Նախարարը հորդորել է վերամշակող ընկերություններին մինչև հունիսի 1-ը պահպանել մթերման գործող գները։ Սերգո Կարապետյանը նաև հորդորել է հանդիպման մասնակիցներին դիվերսիֆիկացնել իրենց ընկերությունների արտադրանքի, մասնավորապես պանրի տեսականին, որը կարող է մեծ պահանջարկ ունենալ Եվրասիական տնտեսական միության տարածքում։ Նախարարը մատնանշել է գյուղատնտեսական կոոպերատիվների հետ սերտ համագործակցության եւ արտադրանքի որակի բարձրացման նպատակով նորագույն տեխնոլոգիաների ներդրման կարեւորությունը։ Խորհրդակցության ավարտին հանձնարարվել է փոխնախարարներին մեկ շաբաթյա ժամկետում ընկերությունների հետ քննարկել կաթի մթերման գներն ու արտահանման առնչվող հարցերը։ Այդ թվում նախարարությանը շաբաթական կտրվածքով տեղեկատվություն տրամադրել կաթի գների, պարտքերի եւ մթերման ծավալների վերաբերյալ։
Այս տարի Վլադիկ Պողոսյանը Իմպալայից եւ անալիզայից շատ գոհ է։ Արարատի մարզի Ղուկասավան համայնքի ցանկատարածություններում կարտոֆիլի այս տեսակները արդարացնում են իրենց սպասված բերքը տվել է առաջին արդյունքը, սակայն այս տարի Վլադիկը փոքրինչ շտապել է։ Շուտ ենք սկսել քանդել, որ քանի կինկա ծախենք էլի։ Ասենք եկուս մյուս օրին չիմանաս ինչ կինալնելու էժանան էլ։ Ասենք տարին, եթե խոնավ լինի, տարվան նման նորմալ կլինի։ Կարտոֆիլի մշակությամբ հայտնի Արարատի մարզում գյուղատնտեսական այս մշակաբույսի իրացման ծավալների եւ շուկայական գների մասին խոսակցությունները հատկապես թեժանում են տարվա այս եղանակին, երբ գյուղացին բերքի բարձրանալու հետ միասին մտածում է, թե որքանով եւ որտեղ պետք է այն իրացնի։ Մենակ գյուղացու ապրանքը ծախվի, մողի տանջանքը շատ է։ Եթե գյուղացին արդյունքի չհասավ, ոչ մեկն էլ չի մշակելու։ Ոչ մեկն էլ չի անելու։ Այսօրվա դրության ես դնում եմ հեկտարներով, ես հողեր ունեմ, անում եմ ես։ Ես եթե արդյունքի չհասնեմ, ես չեմ անել։ Միրզոյան Իսլամը սակայն դեռ չի շտապում, կսպասի եւս մի քանի շաբաթ։ 20-25 օրից մենք որոշել ենք, եսի քանդեմ ես։ Երրորդ ջուրն էլ կտամ, նոր կքանդեմ եսի։ Կարտոֆիլը Հայաստանում համարվում է գյուղատնտեսական կարևոր նշանակության մշակաբույսերից մեկը եւ ինչպես բոլորը, այնպես էլ կարտոֆիլի դեպքում լավ եւ որակով բերք ունենալու հիմնական գրավականը ճիշտ եւ ժամանակին համալիր միջոցառումներ կազմակերպելն է։ Լրիվ մշակությունը լրիվ նորմալ է, լրիվ ամեն դեղը, բույսը, ամեն ինչը լավ է։ Մի հատ խոսք ասեմ, մարդկա իր երեխուն լավ է, բան մեն մեկը հանում կծմա չորերը։ Ես նայտես մի հատ խոտ կա մեջը, մի հատ խոտ չկա, սրսկումը նորմալ, քախանը նորմալ, ամեն ինչը նորմալ անում ենք։ Մենք փողին չենք ափսոսում, փողը դնում ենք, որ արդյունք առնենք։ Բարձր եւ կայուն բերք ստանալու համար կարևոր նշանակություն ունի պարարտանյութերի կիրառումը։ Հայաստանում գյուղատնտեսական նշանակության հողերի գերակշիռ մասը շարունակում է սնուցվել միակողմանի, ինչը հանգեցնում է հողերի ագրոքիմիական կազմի խախտման ու բերքատվության ցուցանիշի անկմանը։ Գյուղացին ցանկանալով հողից վերցնել առավելագույնը չի տալիս հողին այն ամենը, ինչ անհրաժեշտ է։ Ղուկասավանը բացառություն չէ։ Ուրիշ միկրոբաներ չենք տալի, մենակ սիլիտր ենք տալի։ Ուրիշ ոչ մի բան։ Ազոտական պարարտանյութերից բացի անհրաժեշտ է հողը սնուցել ֆոսֆորական եւ կալիումական պարարտանյութերով։ Ֆոսֆորը բարձրացնում է բույսերի երաշտադիմացկունությունը եւ ցրտադիմացկունությունը։ Կալիումը դրականորեն է ազդում բերքի որակի վրա։ Կալիումական պարարտանյութերը բարձրացնում են բույսերի դիմադրողականությունը։ Դե նոր սորտերը ուշահասա, Իմպալայից, Ագատայից շուտահաս սերմեր չկա։ Մենք աշխատում ենք, որ շուտ լինի, որ մի քանի կոպեկ փող աշխատենք։ Պիկասո, Ֆոնտանե, Ագաթա, Մարֆոնա, Էլ Պասո, Իմպալա։ Այս եւ կարտոֆիլի այլ տեսակներին այս տարի կավելանան եւս մի քանիսը։ Կարտոֆիլի արտադրությունը մեծացնելու նպատակով Հայաստանի Ագրարագյուղացիական միավորումը նոր ծրագիր է մշակել։ Կարտոֆիլի որակով եւ բարձր բերքատվությամբ նոր տեսակներ ունենալու համար Հայաստան է ներկրվել հոլանդական կարտոֆիլի նոր տեսակներ։ Նախարարության հետ մենք դեռ գարնանը մշակեցինք մի ծրագիր, որտեղ փորձեցինք գյուղացու հետ աշխատել անտոկոս վարկ, այսպես ասեմ, ավելի շուտ մի մասը գյուղացի պետք է վճարել կանխավճար, մնացածը բերքից, ինչևից է, հանդեպս այսօր մենք պիլոտային մասն ենք անում ծրագրի, հանրապետությունը ներկրվել շուրջ 700 տոննա կարտոֆիլի բարձր որակի էլիտար եւ ադասի կարտոֆիլի տնկանյութ ֆերմերների ժամանակին ստացել են, դեռ ապրիլ ամսից բաշխումը սկսեցինք, իսկ հիմնական ծրագիրը կարծում եմ աշնանը քննարկենք նախարարության հետ եւ խոսքը կգնա արդեն 2000 տոննայի մասին։ Ամեն տարի բարձր վերարտադրության կարտոֆիլի սորտեր են ներկրվում եւ փորձարկվելուց հետո կիրառություն գտնում Հայաստանում։ Այս տարի եւս Հայաստանի կարտոֆիլագործ ֆերմերների հետ նոր պայմանագրեր են կնքվել եւ էլիտա դասի նոր տեսականին գյուղացուն կտրվի մաչելի պայմաններով։ Ծրագիրը խթանի չէ այն հարցը, որ գյուղացին վարկի հետևից չի վազի, գյուղացին վճարում է մոտ 400 դրամի չափով, այստեղ եվրոյի կուրսի հետ կապված տատանումներ կարող է լինել 5-10 դրամ, այնպես որ խոսքը գնում է ինքնարժեքով ձեռք բերելու մասին։ Այս տնկանյութերը երաշխավորված բերք են տալիս, որոնցից օրինակ Ֆաբոլան կարող է ապահովել մինչև 80 տոննա, Սիլվանան մինչև 60-ից 70 տոննա բերքատվություն։ Հիմա նախարարության հետ մոտ 5 սորտ ենք մշակել, էլի թարմացնելու տեսականին, մեծ ապագա ունի ուրեմն Challenger տեսակը երաշխավորած բարձր բերք է տալի, բայց հիմա փորձարկման ստադիայում է եւ արդյունքները, որտեղ գոտիականներ ենք փորձարկում 2-3 տարի է պետք սորտը Հայաստանում գրանցելու համար։ Ցավոք սրտի այսօր հանրապետությունում ճակերտավոր բարեգործներ կան, փորձում են գյուղ առ գյուղ ինչ որ կասկածելի սերմեր բաժանել, շատ առիթից օգտվելով զգուշացնեմ գյուղացուն, որ պատահական մարկանցից, պատահական պիտակներով, կասկածելի պարկերով 50 կիլոանոց միջազգային նորմերով սերմ չկա կարտոֆիլի, կա 25 կիլոանոց։ Այսօր շատ լավ առիթ է, որ մենք գյուղացուն զգուշացնենք, որ ուղղակի պատահական մարկանցից, որոնք որ կարող է պարկ իրաց տունն են պատրաստել,
ուրեմն եւ ներկայացնում են արտասահմանյան սերմ կամ Ռուսաստանի Դաշնության սերմ, ուղղակի խաբեությամբ են զբաղված։ Հայաստանը կարողանում է ապահովել կարտոֆիլի սեփական պահանջարկը եւ այս նոր տեսակների ներկրումը նպատակ ունի բարձրացնել բերքի որակն ու քանակական առումով մեծացնել արտահանումը։ Կարտոֆիլը մենք մշտական շուկա ունենք, հիմա էլ Մոսկվայի ուրեմն համապատասխան կազմակերպությունների հետ բանակցում ենք, որ այս տարվա աշտարը սկսենք արտահանել էլի կարտոֆիլ Ռուսաստան։ Այնպես որ Հայաստանը ունի այդ պոտենցիալը, հնարավորությունները կարտոֆիլագործության մեջ լուրջ խոսք ասելու համար։ Հատկապես մեր լեռնային, նախալեռնային գոտին լուրջ պոտենցիալ է կարտոֆիլագործության ուղղությունը հզորացնելու համար եւ արտադրության քանակը ավելացնելու համար։ Իսկ ինչու է կարտոֆիլի տնկանյութերը ներկրվում Հոլանդիայից։ Նեղ մասնագիտացած պետություն է։ Իհարկե Գերմանիայում էլ տնկանյութ կա, իհարկե, բայց մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այսօր կարտոֆիլի տնկանյութի արտադրության առաջատարը ամբողջ աշխարհում դա Նիդերլանդերն է։ Հայ հողագործները ոչ միայն Հայաստանում կարող են ծանոթանալ կարտոֆիլի հոլանդական տեսակներին, նաև Նիդերլանդներում ծանոթանալ այդ երկրի հողագործների հաջողված փորձին։ Անցյալ տարի մոտ 8 ֆերմեր ենք ուղարկել Նիդերլանդեր վերապատրաստման, այս տարի պատրաստում ենք հենց այս ծրագրի հետ կախված 25-30 ֆերմերներ ուղարկել, այնտեղ մեր այդ սորտերի տեղում ծանոթալու մշակության տեխնոլոգիային, որտեղ առանց գիտելիքների գյուղատնտեսություն չի լինում։ Այսպիսով Հայաստանը թևակողում է կարտոֆիլի արտադրության նոր փուլ, որի արդյունքը արդեն նկատելի է։ Աճել են կարտոֆիլի ցանկատարածությունները եւ զուգահեռ նկատվում է հողերի նպատակային օգտագործման մակարդակի բարձրացման միտում։ Այս տարի հարթավայրում շուրջ 300 հեկտարով ավելացել է կարտոֆիլի ցանկը եւ դրան գումարած նաեւ այս լավ հնարավորությունները, բարենպաստ պայմանները իրականում բավականին բարձր վաղած կարտոֆիլի բերքի ստացման նախադրյալներ կան։ Հանրապետության բարձրադիր գոտում դեռևս շարունակվում է կարտոֆիլի տունկը։ Վերջին օրերին անբարենպաստ եղանակի պատճառով մի փոքր դանդաղել են տեմպերը, բայց կարծում եմ առաջիկա 10-15 օրերի ընթացքում ամբողջությամբ կավարտվի կարտոֆիլի տունկը եւ կանխատեսվում է որոշակի ցանկատարածքների ավելացում, հատկապես Գեղարքունիքի մարզում։ Արարատյան դաշտում ժամանակին իրականացվել է վաղահաս կարտոֆիլի տունկը, աճի համար էլ եղանակային պայմանները նպաստավոր են։ Բավականին բարենպաստ է, հատկապես կարտոֆիլի համար եւ առավել եւս վաղահաս կարտոֆիլի համար այսօր արդեն Արարատյան դաշտում սկսել է բերքահավաքը ոչ միայն սինթետիկ թաղանթների տակ, այլ նաեւ առանցին հատվածներում բաց բնահողում կատարվում է բերքահավաք։ Ճիշտ է, բավականին գները այս տարի ավելի ցածր են, քան նախորդ տարի, եթե այս պահին մեծածախ գինը կազմում է 280-300 դրամ, ապա անցյալ տարի այն 500-ից 600 դրամի սահմաններում էր տատանվում տարվա այս ժամանակահատվածում։ Սա ինչևից է խոսում է այն մասին, որ կա իրականում լավ բերք եւ իհարկե նաեւ նախորդ տարվա դեռևս չիրացված կարտոֆիլը նույնպես շուկայում բավականին մեծ քանակությամբ կա, վաճառվում է։ Աճել է կարտոֆիլի արտադրության ծավալները, 2014-ին հանրապետությունում արտադրվել էր 733,000 տոննա, որից 60,000 տոննան վաղահաս կարտոֆիլ։ Կանխատեսվում է, որ այս տարի կարտոֆիլի արտադրության ծավալները էլ ավելի կաճեն։ Արարատյան հարթավայրում վաղահաս կարտոֆիլի արտադրությունը ունի շատ կարևոր, այսպես նշանակություն ոչ միայն այս բաց ժամանակահատվածում շուկան հագեցնելու առումով, այլ նաև շատ լավ հնարավորություն է սա արտահանումների համար եվրասիական հատկապես տնտեսական գոտու շուկա։ Իսկ ինչ հեռանկարներ են բացվում մեր գյուղատնտեսական արտադրանքի առաջ ԵՏՄ անդամ հանդիսացող երկրներում եւ հայկական կարտոֆիլի համար ռուսական շուկան արդյոք ավելի հասանելի է դարձել։ Բավականին պարզեցվել է արտահանման գործընթացը։ Եթե նախկինում ծագումը հաստատող տարբեր փաստաթղթեր էր պահանջվում, որի համար զգալի վճարումներ էր ստիպված լինում կատարել գյուղացին, կամ բուսասանիտարական հավաստագրի համար տեսուչները հրավիրվում էին ուրեմն ցանկատարածքներ տեղում զննում էին ուրեմն բերքը, հետագայում գյուղացին պետք է վճարում կատարել բուսասանիտարական այդ հավաստագրի ստացման համար։ Հիմա նման խնդիրներ չկա, պարզապես մաքսատանը ուղեբեռը ձևակերպելու ընթացքում բուսասանիտարական տեսուչը զննում է եւ համապատասխան հավաստագիր լրացնում
կնքում առանց որևէ վճարման, միայն մաքսային այդ ձևակերպումների համար որոշակի վճարումներ կա, որը կատարում է գյուղացին եւ այլևս որևէ խնդիր գոյություն չունի եւ հասկանալի է, որ արդեն մաքսային միության երկրներում էլ մաքսազերծման խնդիր ընդհանրապես գոյություն չունի։ Եվ այսպես տարվող նախապատրաստական աշխատանքները հույս են տալիս, որ հայ գյուղացին բերքի իրացման խնդիր չի ունենա, մասնավորապես Հայաստանում երկրորդ հաց համարվող կարտոֆիլի դեպքում։